Այսօր մարտի 2-ն է, օրը ուրբաթ, եթերում Խուստուփ հեռուստաընկերության Կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Հանրապետության նախագահի Մամլո գրասենյակը ուրբաթ տեղեկատվություն է տարածել, համաձայն որի տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սևանալոջի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։ Օրակարգի շրջանակներում Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի 2012 թվականի գործունեության աշխատանքային ծրագիրը։ 27 կետից բաղկացած այդ փաստաթուղթը ներառում է Սևանալոջի բնական պաշարների պահպանման, վերարտադրության, վերականգնման, զարգացման և օգտագործման միջոցառումներին վերաբերող բոլոր հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ընթացիկ տարվա միջոցառումները։ Հանձնաժողովի անդամների ներկայացրած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա աշխատանքային ծրագիրը հաստատվել է։ Նիստում քննարկվել է նաև Սևանալոջի ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ջրի մակարդակի բարձրացման տեմպերի, ափամաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Սևանալոջի մակարդակը ընթացիկ տարվա հունվարի 1-ին հասել է լճի 1963 թվականի մակարդակին, ինչը հանձնաժողովի նախագահի հավաստմամբ լրջագույն ձեռքբերում է։ Աշխատանքներն իրականացվել են Սևանալոջի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված ժամանակացույցից ավելի քան 7 տարի շուտ։ Սևանալոջի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ հանձնաժողովը գործունեության անցած 3 տարիների ընթացքում իր առջև դրված խնդիրները նախատեսված ծրագրերին համապատասխան լուծել է։ Հանձնաժողովի քննարկումների արդյունքում համապատասխան առաջարկություններ ներկայացնելով հանրապետության նախագահին, որոնք այնուհետ դարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Հայփոստը բարելավում է սպասարկման որակը։ Մեր աշխատակիցները այսուհետ մեր հաճախորդների, մեր բնակչությանը կմատուցեն ավելի որակյալ, ավելի բարձր մակարդակով փոստային ծառայություններ։ World Vision-ի Կապանի գրասենյակը շարունակում է աշխատել ի նպաստ համայնքների։ Աշխատում ենք, որպեսզի համաներդրում լինի համայնքի կողմից։ Եթե նույնիսկ ֆինանսապես համայնքը չի կարողանում, ապա նրանք մասնակցում են կազմակերպչական հարցերով։ Վթար Գեղի Կապան մայրուղային ջրատարի վրա։ Գեղի Կապան ջրատարը հին տուրբաները ճշմարտ չի դիմանում, վթար է տեղի ունեցել։ Հայփոստը սկսել է բարելավել թե սպասարկման կենտրոնները, թե ծառայությունների որակը։ Ծառայության ռազմավարական դերը հաշվի առնելով կարող ենք փաստել, որ այն մշտապես գտնվել է պետության ուշադրության կենտրոնում։ Ծառայության աշխատանքը կարևորում են նաև մարզային իշխանությունները։ Հայփոստը վերաբացել է Կապանի մասնաճյուղի 33 կոտորակ 04 փոստային բաժանմունքը։ Այն ամբողջությամբ նորոգվել է, նորացվել են աշխատանքային պայմանները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը։ Նորարարություններին ծանոթանալու համար հինգշաբթի Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը Հայփոստի տարածաշրջանային կառույցի ղեկավար Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելել էր բաժանմունք։ Նա շնորհավորեց աշխատակազմին և բեղմնավոր աշխատանք մաղթեց։ Շնորհավորում ենք կոլեկտիվից նոր աշխատատեղերի, նոր շենքային պայմանների արդիականացված տեխնիկայի տեխնոլոգիաների համար։ Դուք փորձված կոլեկտիվ եք, մենք միշտ իրար հետ աշխատել ենք, շփվել ենք, այստեղ նորելուկ մարդ չկա, տիրապետում են իրենց գործը, ուղղակի այսպիսի իրոք որ պայմանները, հաճելի պայմաններում, անհրաժեշտ պայմաններում, հագեցած պայմաններում աշխատանքը, ինձ թվում է ավելի արդյունավետ կլինի, ի նպաստ մեր ժողովրդի, մեր բնակչության։ Ինչպես իր խոսքում նշեց մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Հայփոստը մտադիր է Հայաստանում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից, սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ, դարձնելով այն ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում։ Դա մեր հերթական փոստային բաժանմունքն է, որը վերանորոգվեց, արդիականացավ, նաև համապատասխան նոր սարքավորներ և տեխնիկա, համապատասխան անվտանգության համակարգեր և հուսում ենք, որ մեր աշխատակիցները այսուհետ մեր հաճախորդների, մեր բնակչությանը կմատուցեն ավելի որակյալ, ավելի բարձր մակարդակով փոստային ծառայություններ։ Մեր փոստային բաժանմունքը նշենք, որ իր գործունեությունը չի դադարեցրել, ուղղակի գործում էր մեկ այլ հասցեում, Թումանյան մեկ հասցեում,
ժամանակավոր դժվարություններ առաջացրեցինք մեր հաճախորդների համար, մեր բնակչության համար, կարծում եմ հայցուն ենք նրանց ներողամտությունը եւ համոզված ենք, որ մեր ծրագրերը շարունակական կլինեն եւ սա այս փոստային բաժանմունքը վերջինը չի լինի այս շարքում։ Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է Հայփոստի նորոգված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին, ինչպես նաեւ ունենալ մասնագիտացված աշխատակազմ։ Մեր ընկերությունում կան համապատասխան վերապատրաստման կենտրոններ եւ ժամանակ առ ժամանակ նման խնդիրներ անդրադառնում ենք։ Նշենք, որ այսօր շնորհակալություն ենք հայտնում նախ ձեզ ձեր աշխատանքային այցի համար, ուշադրության եւ նշենք, որ մեր աշխատանքները, մեր համագործակցությունը թե տեղական, թե մարզի ղեկավարության հետ միշտ արդյունավետ է եղել, որի համար շնորհակալություն ենք հայտնում։ Նորոգված եւ արդիականացված փոստային բաժանմունք ունեցավ նաեւ քաջարանը։ Ճիշտ է, Հայփոստը պարալիզից մի հետ է, չկա այդ գաղափարը, մարդիկ ժամանակի թերթ ստանում էին իրենց շքամուտքեր ու տեղադրված արկղերից է։ Հիմա այսօր նաև առաքողներ կան այսօր մեր մեջ։ Վերջի ես նայել եմ, չեմ ուզում կոմերցիոն գաղտնիքներ ասեմ, բայց քաղաքից բավականին սպասարկման դիմաց թվանել է այսօր Հայփոստը ստանում։ Բայց նաև ճիշտ ասած աշխատողները նույնիսկ չեմ հարցրել, որովհետև ներքի խոհանոցը դա յուրաքանչյուր հիմնարկունի, բայց գիտեմ, որ աշխատավարձը համեմատաբար ցածր եւ ակնկալում ենք, որ նաեւ աշխատավարձի խնդիր կլուծի, որովհետեւ ստացված գումարի դիմաց նաեւ ճիշտ է այսօր կապիտալ լուծում արտադրել, այսօր նաեւ սա ինվեստիցիա է մեր քաղաքի համար, բայց դա սեփականատիրոջ բրենդն ավելի շատ, դա իր խնդիրների համար, բայց իմ քաղաքացուն, մեր քաղաքացուն նաեւ բարեկեցիկ է, նաեւ մեզ քաղաքի լավագույն ընտանիքներից ներկայացնելու ենք։ Մարդիկ այսօր նաև պատրաստ են, որ լավ ծառայեն, լավ աշխատեն, բայց կարծում եմ, որ դու ինքդ եւ բարոյական նաև ձեր առաջին միջնորդությամբ կարելի է նաև աշխատավարձին անդրադառնալ։ Ավանդական փոստային ծառայություններից բացի, փոստային բաժանմունքներում հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն եւ ֆաքսիմիլային կապ։ World Vision-ի Կապանի գրասենյակը Կապանի միակ միջազգային կազմակերպությունն է, որ մեծ ծավալի եւ նպատակային ծրագիր է իրականացնում։ Կառույցի իսկապես գովելի աշխատանքը ընթացիկ տարում եւս շարունակվելու է։ World Vision միջազգային կազմակերպության Կապանի գրասենյակը հիմք ընդունելով 4 հիմնական ուղղությունները շարունակելու է իրականացնել ներդրումային ծրագրեր։ Կազմակերպության համար բյուջետային տարին սկսվել է 2011-ի հոկտեմբերի 1-ից եւ այս ամիսների ընթացքում որոշ ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ Կրթություն եւ երեխաների պաշտպանություն ծրագրի շրջանակներում զգալի աշխատանքներ են կատարվել կրթական հաստատություններում, թե նախադպրոցական, թե դպրոցական կրթական հաստատություններում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, ինչպես նաեւ երեխաների համար ազատ ժամանցի ֆիզիկական զարգացման պայմանների բարելավման ուղղությամբ։ Դրանց շրջանակներում մի շարք դպրոցների եւ մանկապարտեզների տրամադրվել է կահույք, վերանորոգման աշխատանքները տարվել թիվ 6 դպրոցում, վերանորոգվել է Կապանի թիվ 6 դպրոցի մարզադահլիճը, վերանորոգվել է Կապանի թիվ 2 մանկապարտեզի խոհանոցը, որը նաեւ կահավորվել է Dino Gold Mining Company կողմից, Կապանի Ձոր թաղամասի թիվ 13 մանկապարտեզում վերանորոգվել է դահլիճը, ինչպես նաև Աշոտավան թաղամասում թաղամասի ակումբի տանիքը, որը շատ վատ վիճակում է, դա փոխվել է։ Թվարկված աշխատանքների կատարման համար կազմակերպությունը հատկացրել է մոտ 13 միլիոն 500 հազար դրամ։ Վերոնշյալ ծրագրերից բացի տարվա ընթացքում World Vision-ը Կապանում նախատեսել է նաև 2 խոշոր ծրագիր՝ Արա Մանուկյան փողոցում խաղադաշտի, Բաղաբեր թաղամասում հանգստի գոտու եւ խաղահրապարակի կառուցում։ Նախահաշվով Բաղաբեր թաղամասի խաղահրապարակի նախահաշվային արժեքը 20 միլիոնից ավել է, իսկ Արամ Մանուկյանին է 11 միլիոնից ավել։
այդ գումարները, ուրեմն Արամ Մանուկյան թաղամասի խաղահրապարակը ամբողջությամբ կառուցել է World Vision-ի գումարներով, իսկ Բաղաբեր թաղամասի խաղահրապարակը ինքը կոմպլեքս է լինելու, ուրեմն դա Բաղաբերդի թիվ 5 մանկապարտեզի կողքի տարածքն է, դրա շրջակայքում 4 թե 5 շենք են գտնվում, այսինքն ինքը բավականին արդյունավետ ծրագիր է, որովհետև այնտեղ կան շատ երեխաներ, բնակչությունը այդ շենքերում բավականին շատ է եւ բավականին մեծ թվով մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից։ Այնտեղ լինելու է ոչ միայն խաղահրապարակ, այլ նաեւ հանգստի հնարավորություն։ Այնտեղ կլինի նաեւ փոքրիկ տարածք, որտեղ կարող են երեխաները ելույթներ ունենալ, նստարաններ դրված, որ հանդիսատեսներ կլինեն, կդիտեն։ Բաղաբերդի 20 միլիոնից մոտ 6 միլիոնը եւ մի քիչ ավելին կլինի World Vision-ին, հնարավոր է մինչեւ 7 միլիոն, ոչ ավել։ Բաղաբեր թաղամասում հանգստի եւ ժամանցի գոտու ծրագրի համար կազմակերպությունը կարող է հատկացնել մինչեւ 7 միլիոն դրամ։ Ծրագրի ֆինանսավորման երկրորդ կողմը Dino Gold Mining ընկերությունն է լինելու։ Նախագծանախահաշվային աշխատանքները պատրաստ են եւ մեկ շաբաթից կհայտարարվի շինաշխատանքները իրականացնող կազմակերպությունների մրցույթ։ Շահող կազմակերպությունը ապրիլի երկրորդ կեսից հետո կսկսի աշխատանքը։ Համայնքներում իրականացվող ծրագրերի ընտրությունը ըստ World Vision կազմակերպության կապանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Արզումանյանի որոշվում է ընդհանուր քննարկման արդյունքում։ Աշխատում ենք, որպեսզի համաներդրում լինի համայնքի կողմից։ Եթե նույնիսկ ֆինանսապես համայնքը չի կարողանում, ապա նրանք մասնակցում են կազմակերպչական հարցերով, եթե պետք է նախագիծ ներկայացնել կամ ծրագրի իրականացման հետ կապված թույլտվություններ, այլ բնույթի հարցեր, որը մեզնից ջանքեր է պահանջելու եւ ժամանակ է պահանջելու, մենք ակնկալում ենք, որ համայնքը դա անի։ Այդ առումով, այո, մենք Կապանի քաղաքապետարանի հետ կարող եմ ասել սերտ համագործակցության մեջ ենք, ոչ միայն Կապանում, այլ ընդհանրապես համայնքային որևէ ծրագիր նախաձեռնելիս մենք տվյալ համայնքում ունենք, խորհրդակցում ենք համայնքի ղեկավարի հետ, համայնքում կան մարդկանց ակտիվ խումբ, որոնք առավել ներգրավված են համայնքային հիմնախնդիրների լուծման հարցում։ Մենք քննարկում ենք այդ ծրագրերը, համայնքները ունեն իրենց կազմած ռազմավարական զարգացման պլաններ, այդ պլաններում առկա են հիմնախնդիրներ, ակնկալվող ծրագրեր, որոնց արդյունքում կլուծվեն հիմնախնդիրները։ Քննարկման արդյունքում մենք համայնքը որոշում է, որոնք են իրենց գերակա խնդիրները եւ առաջարկում են տվյալ տարում իրականացնել դրանք։ Այն խնդիրները, որոնցում World Vision-ը կարող է աջակցել, մենք տալիս ենք մեր համաձայնությունը։ Մենք քննարկում ենք նրանց ներկայացրած պահանջները կամ խնդիրները եւ տալիս ենք մեր համաձայնությունը մեր հնարավորությունների սահմաններում։ World Vision-ի կողմից առաջիկայում կսկսի փոքր ծրագրեր աշակերտական խորհուրդների համար։ Ունենք նաև բավականին աշխատանքներ աշակերտական խորհուրդների հետ, նրանց կարողությունների զարգացում, նրանց ներգրավում դպրոցի եւ համայնքի զարգացման գործընթացներին, որի շրջանակներում նրանք իրականացնում են մինի ծրագրեր, իրենց նախաձեռնություններն են իրականացնում, մենք աջակցում ենք դրանց։ Այս պահին աշակերտական խորհուրդների հետ աշխատանքները նոր սկսվում են։ Մենք այս եկող շաբաթ երրորդյա դասընթաց ենք նախատեսում խորհուրդների ներկայացուցիչների համար, որից հետո կսկսվի արդեն մինի ծրագրերի պատրաստման եւ հետագայում իրականացման փուլը։ Բացի դրանից մենք որոշակի գումարներ ենք նախատեսում համայնքներին աջակցելու իրենց նախաձեռնությունները իրականացնելու։ Դրանք իհարկե մեծ գումարներ չեն, բայց լինում են փոքրիկ միջոցառումներ կամ այնպիսի հարց, որ համայնքը չի կարողանում այդ պահին գումար հայթայթել, բայց դա հրատապ է։ Նման հարցերում եւս օժանդակում ենք, դա շատ կարեւոր է, որ ապահովենք համայնքների ակտիվությունը, նրանց ներգրավվածությունը իրենց հիմնախնդիրներին, անկախ նրանից հիմնախնդիրը մեծ է թե փոքր, կարևորը մարդկանց մասնակցությունն է։ Մեր նպատակն է նաեւ զբաղվել շահերի պաշտպանությամբ, որ հետևենք, որ մարդկանց իրավունքները չոտնահարվեն։ Եթե համայնքի բնակչությունը կոչված է ստանալու տվյալ ծառայությունը, ասենք տեղական իշխանության մարմինների կողմից կամ առողջապահական ծառայությունների կողմից, դա նաև մեր խնդիրն է, որպեսզի հետևենք, որ բնակչությունը այդ ծառայությունը ստանա։
Կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես գյուղական համայնքներին, աջակցում համայնքներում առկա առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Ծրագրեր ենք իրականացրել եւ իրականացնելու Դավիթ Բեկ համայնքի դպրոցում, Ծավի միջնակարգ դպրոցում, այդ երկու դպրոցներում սանհանգույցներն է վերանորոգվել։ Մենք նաեւ Եղվարդ համայնքում դպրոցը ուներ ջրի հիմնախնդիր, անցած տարի վերանորոգեցինք սանհանգույցները, այս տարի ջրագիծը, ի դեպ ասեմ, որ այդտեղ համայնքը եւս իր ներդրումը ունեցավ, մի զգալի հատված ջրագծի, որը վնասված էր եւ մեր նախագծում չկար, համայնքը իր ուժերով, ծնողները եւ դպրոցի աշխատակիցները գումար հավաքեցին, իրենց ուժերով վերանորոգեցին այդ հատվածը, որպեսզի ջրագիծը աշխատեր։ Համայնքներ, գյուղական համայնքներում սա է մեկ եւ նաեւ նախատեսում ենք Տանձավերի միջնակարգ դպրոցում մարզահրապարակի կառուցում եւ խնայողությունների դեպքում մենք նաեւ Արծվանիկի դպրոցում ջրագծի բարեկարգում կարվի եւ Բեղ համայնքում ոռոգման ջրագծի բարեկարգում։ Ծրագրերի կատարման արդյունքում երբեմն խնայողություններ են լինում, նման դեպքերում տնտեսված գումարը կամ շինանյութը նույնպես ուղղվում է որևէ կրթական հաստատության կամ համայնքի խնդիրների կարգավորմանը։ Կադրային փոփոխություններից հետո Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը սկսել է աշխատել ապագա ծրագրերի վրա։ Անելիքներ շատ կան թեկուզ այն պատճառով, որ հանրությանը ներկայանալու եւ կենտրոնի աշխատանքը վերջապես ցույց տալու խնդիր կա։ Կապանի քաղաքապետի որոշմամբ փետրվարի 21-ից Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ռուզաննա Ավանեսյանը։ Մինչ նոր պաշտոնին անցնելը Ռուզաննա Ավանեսյանը մոտ 2 տարի աշխատել է քաղաքապետարանում եւ համակարգել քաղաքում գործող արվեստի ու երաժշտական դպրոցների աշխատանքը։ Քաղաքապետը որոշեց, որ ես կարող եմ օգնել կարգի բերելու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, ես էլ համաձայնեցի, մտածեցի, որ երևի թե կարող եմ ինչ-որ լավ բան անել այստեղ, իսկ եթե քաղաքապետն էլ վստահում է առավել եւս, որոշեցի գամ։ Ճիշտ է, բավականին ծանր կացության մեջ եմ հայտնվել, անելիքները շատ են, բայց արդեն 9-րդ օրն է ինչ աշխատում են, որոշակի բաներ շտկվել են, շարունակում ենք աշխատանքները նույն ոգով, ճշտում եմ հիմնականում փաստաթղթային վիճակը կենտրոնի ուսումնական գործընթացը, այստեղ խմբավարների սաների հետ կապված բավականին աշխատանքներ կան, հատկապես սաների պայմանագրերի հարցն է, սաների ուսման վարձավճարների հարցն է, որ ժամանակին կարողանանք այդ աշխատանքները կատարել։ Աշխատանքը նորանշանակ տնօրենին դուր է գալիս, նա երեխաների հետ պարապելն ու նրանց հետ լինելը ամեն ինչից վեր է դասում։ Ով մտնում էր քաղաքապետարան, ասում էր քո տեղը երեխաների մոտ է, չի սազում քեզ այստեղ նստես, քո այդ գիտելիքները չտաս երեխաներին, էլ երբ ես տալու։ Այդպիսի բաներ շատ հաճախ եմ լսել, ու հենց այդ օրը, որ ես եկա այստեղ, դրանից մի օր առաջ էլի նույն խոսակցություններ մեր կաբինետում ու շատ պատահական ստացվեց, մինչև ասեցին, որ քաղաքապետը այսպիսի որոշում ա կայացրել, անմիջապես ասեցին, պետք է քեզ տանենք ներկայացնենք, 20-ին ասեցին, 21-ին բերեցին ներկայացրին։ Ուղղակի ես սիրում եմ երեխաների հետ աշխատել։ Այն, որ կենտրոնում բավականին աշխատանք կա, կասկածից վեր է եւ արդեն 9 օր է ինչ Ռուզաննա Ավանեսյանը թղթավարությամբ է զբաղված։ Պայմաններն էլ առանձնապես փայլուն չեն, որովհետեւ նման 10 համարյա 10 խմբակներ ունենք մենք, որոնց համար պայմաններ չկան աշխատելու այն իմաստով, որ դասարանները չեն բավարարում։ Այդ դա շատ կարևոր է։ Ու ես այստեղ ուսումնասիրեցի, տեսա, որ բավականին մեծ դասարաններ ունենք մենք, որ կարելի է կիսել եւ դարձնել 2 դասարան, որպեսզի ավելի նորմալ գործընթացը կազմակերպենք եւ ամենք ունենա իր աշխատասենյակը, որտեղ կարող են երեխաներին պարապմունքներ անցկացնել։
Կրթական կենտրոնում առկա պայմանները նույնպես բավարար չեն նախատեսված ուսուցում կազմակերպելու համար։ Իր հաջորդ գործը նորանշանակ տնօրենը համարում է գույքի նորոգման եւ շատ այլ հարցեր լուծելը։ Տարիներ շարունակ գույք ձեռք չի բերվել եւ երևի չեն էլ ցավել, չեն էլ մտածել ձեռք բերելու համար, որովհետեւ ոնց որ թե այդ հարցում ընդհանրապես մոտեցում չի եղել, բայց իմենց առաջին օրը այստեղ գալու օրը քաղաքապետը համակարգիչով ապահովեց, հեռուստացույցով ապահովեց, որպեսզի մեր տեսագրությունները մենք կարողանանք տեսնել։ Դա բավականին լավ առաջընթաց է, մեզ կաջակցեն, կարողանանք ոտքի կանգնեցնել այս կենտրոնը, մանկապատանեկան ստեղծագործական, ի վերջո սա մեր երեխաների համար է ստեղծված այս կենտրոնը եւ երեխաների համար պետք է ամեն ինչ արվի, որ իրենք դաստիարակվեն իսկական հայեցի դաստիարակությամբ եւ ստանան այն գիտելիքները, այն հմտությունները, որոնք անհրաժեշտ է։ Տնօրենի պաշտոնակատարի ասելով, բավարար քանակով երեխաներ են հաճախում կենտրոն, ովքեր սիրով ու նվիրումով են սովորում իրենց ընտրած խմբակում։ Մանավանդ որ նախորդ տարվա սեպտեմբերից հաճախում են վճարովի հիմունքներով, մինչև 12 տարեկան երեխաները 500, իսկ 12-ից բարձրները 1000 դրամ։ Այսօրվա դրությամբ 246 սան ունենք մենք, իսկ դա արդեն մի թիվ է, որ պետք է այդ աշխատանքները կազմակերպել այնպես, որ ոչ մի աշխատանք չտուժի։ Հատկապես շախմատիստների հետ կապված բավականին մեծ թիվ է, շախմատիստների 71 երեխա ունենք շախմատ, ու շատ մեծ սիրով են գալիս, ես դա գտնում եմ, որ կախված է հենց իրենց մարզիչի աշխատանքի հետ, եթե լավ աշխատանք չկատարվի իրենց հետ, այդքան աշակերտներ չեն հաճախի, եւ ապացույցը հենց նա է, որ այսօր մենք 4 շախմատիստների ուղարկել ենք Սիսիան մասնակցելու Սյունիքի մարզի շախմատային ֆեդերացիայի 6-րդ առաջնությանը, որը տևելու է մոտ 5 օր, եւ երևի ամսի 6-ին, մարտի 6-ին կվերադառնան, հույսով եմ, որ լավ արդյունքներով կվերադառնան։ Կադրային փոփոխություններ չի նախատեսում, ասում է, որ բոլորն էլ ունեն համապատասխան գիտելիքներ, պակասում է միայն կազմակերպական աշխատանքը։ Գալիք ուսումնական տարվանից նոր խմբակներ կբացվեն, այդ թվում կարուձև, շատ այլ ձեռքի աշխատանքներ։ Ռուզաննա Ավանեսյանն էլ խումբ կկազմի եւ երգեցողություն կսովորեցնի։ Ինչևէ լավատես է եւ վստահ, որ կկարողանա ոտքի կանգնեցնել կենտրոնն ու վերակենդանացնել նախկին Պիոներ պալատի համբավն ու ավանդույթները։ Կապանի ջրամատակարարման համակարգում այս տարի եւս ներդրումային լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, սակայն մինչ այդ ստիպված ենք լինելու դիմակայել համակարգի հնացած ջրատարների հարուցած դժվարություններին։ Գեղի Կապան ջրատարի վթարի պատճառով Կապանի մի շարք թաղամասեր ուրբաթ ջրազրկվել էին։ Ջրատարը վթարվել էր Բաղաբեր թաղամասի հատվածում, հայ ջրմուղ կոյուղի աշխատակիցները առավոտից ձեռնամուխ էին եղել վթարի վերացմանը։ Աշխիկ Սլավիկ Արշակյանի խոսքով բավականին լուրջ վթար է եւ բարեբախտաբար հարակից շենքերին վնաս չի հասցվել, իսկ վթարի հիմնական պատճառը հնամաշ խողովակներն են։ Գեղի Կապան ջրատարը հին տուրբաները ճշմարտ չի դիմանում վթար է տեղի ունեցել 3 ժամը 4-ին։ Շատ լուրջ այո, շատ վտանգավոր վթար։ Եթե գիշերվա մեջ պայթեր կարող ես բանը հիվանդանոցը վերցնել պոլիտեխնիկի օրը։ Ջրագիծը վերականգնելու համար ջրմուղագործները ստիպված էին դատարկել ջրատար խողովակի պարունակությունը։ Արդյունքում ջուրը սկսեց հոսել մայրուղով, ջրածածկ կանելով նաև մայթերը։ Այն ջուրը բաց են թող խողովակը դատարկելու համար, որ կարա աշխատանքները կատարենք։ Կորուստ, անպայման կորուստ է։ Առանց դրանից չեք կարող։ Պետք է դատարկենք, որ կարա գործը անենք։ Նույն ջրատարի վրա նաև երկրորդ վթարն էր արձանագրվել, այստեղ ավարտելուց հետո ջրմուղագործները պետք է վերացնեին նաև այն։ Սլավիկ Արշակյանը վստահեցրեց, որ վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի 2-ից 3 ժամ, որից հետո կվերականգնվի քաղաքի բնականոն ջրամատակարարումը։ Եթերում Խոստուփ հեռուստաընկերության Կապանու լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ։ Ծանոթացեք նաև եղանակի տեսությանը։ Մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր։ Բարի գիշեր։